2023 թվականին արգելվեց կաթողիկոսի նոր տարվա ուղերձը, որովհետև այնտեղ հնչել էր ճշմարտությունը, խոսք Արցախի կորստյան մասին։ Այդ քայլը առաջին նշանն էր, որ իշխանությունը պատրաստ է ճնշել ոչ միայն քաղաքական ընդդիմությանը, այլև հայ առաքելական Սուրբ եկեղեցուն։ 2024 թվականին նույն իշխանությունը ուժի կիրառմամբ հայտարարեց. այո, մենք ժողովրդավար ենք, այո, Եվրոպամետ ենք, բայց ձեր կարծիքը մեզ պետք չէ։ Եվ այսօր նրանք դուրս են եկել բոլորի դեմ, ովքեր համաձայն չեն իրենց քաղաքականության հետ։ Հայ առաքելական եկեղեցին դարերով եղել է ժողովրդի ինքնության հենասյունը։ Երբ պոպուլիստը տեսնում է այդ ազդեցությունը, նրա բնազդը մեկն է՝ արատավորել, վարքաբեկել եւ վերջապես սահմանափակել եկեղեցու ազատությունը։ Այսօր այդ մեխանիզմը գործում է ճնշման եւ քարոզչական հարձակումների տեսքով։ Մենք ապրում ենք այն իրականության մեջ, որտեղ իշխանությունը փորձում է սեփական գոյատևումը ապահովել ժողովրդի հոգևոր ուժը թուլացնելով, բայց այդ ուժը չի մարում, քանի դեռ հասարակությունը հիշում է, ով է հայի ինքնության եւ դիմադրության իրական կրողը։